Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, որ արձանագրեցիք, որ ընդհանուր ներդրումները 88% աճել են եւ 4.6 անգամ էլ ուղղակի ներդրումներն են աճել, այդ թվում նաեւ զուտ տարբերությունները բնականաբար։ Դուք նշում եք որակական ցուցանիշներ, ես ուզում եմ այդ որակական ցուցանիշների հետ կապված մի քանի թվեր այնուամենայնիվ ներկայացնել, օրինակ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականին ուրեմն կազմել է 3 տրիլիոն 328 միլիարդ դրամ եւ սա պատմական ամենամեծ թիվն է, որ երբևէ Հայաստանի պատմության մեջ եղել է։ Նախորդ տարի օրինակ նախորդ ամենամեծ թիվն է եղել, որը 2 տրիլիոն 998 միլիարդ դրամ է եղել։ Երբ որ մենք խոսում ենք գյուղատնտեսության մասին, ապա այստեղ 1 տրիլիոն 57 միլիարդ նվազագույնը հիմա 12 թվականից մինչև հիմա թվերն է իմ մոտ, եւ սա նորից պատմական ամենամեծ թիվն է։ Մի հատ էլ բան ասեմ, հետաքրքիր մի բան, ուրեմն 12 եւ 18 թվերը, որ համեմատում ենք, 50 միլիարդ դրամով է գյուղատնտեսությունը աճել։ 50 միլիարդ, 12-18, 6 տարի։ Անցած տարի ուրեմն աճել է ոչ ավել, ոչ պակաս 97 միլիարդ դրամով մեկ տարվա ընթացքում։ Ինչպես ասում են, չէ, բանա, մեկ տարում 2 անգամ ավելի շատ բացարձակ, քան այն ժամանակ 6 տարի իրար հետ։ Հիմա շինարարությունը 811 միլիարդ, որ էլի նայում եմ 12 թվականից մինչև հիմա այդպիսի ուրեմն թվեր չկա, օրինակ 18 թվականին եղել է սրա կեսը 435 միլիարդ, ծառայությունները 4 տրիլիոն 95 միլիարդ, պատմական առավելագույն, առևտրի շրջանառությունը 6 տրիլիոն 789 միլիարդ, երբեք այսպիսի թիվ չի եղել եւ այսպես շարունակ եւ ուզում եմ նշել, որ մի բան էլ ժամանակս ավարտվել է, բայց պիտի նշեմ։ Տիկին Ազարյան, դուք նշեցիք լիազորությունների մասին, ներդրումների աջակցման կենտրոնը լիազորություններ չունի ներդրումներ, այսպես ասած, այդ խթանելու, դա ներդրումների խթանման լիազորությունը կառավարությանն է պատվիրված եւ դա էկոնոմիկայի նախարարությունն է այս պարագայում որպես այդպեսին իրականացնում եւ սա մեր ուրեմն օրենքի 20-րդ հոդվածում հստակ ամրագրված է։ Երևի թե այսքանը, մնացած հարցերին չեմ կարողանա պատասխանել, բայց նույնիսկ շնորհակալություն կհայտնեմ մեր արձանագրած հաջողությունները եւս մեկ անգամ այստեղից հաստատելու համար, պարոն Խաչատրյան, շնորհակալություն։